Սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշը, Քրիստիան Գերեջին եւ Արտիքցի Վարագյան եղբայրները որոշել են գործարան հիմնել 300 աշխատատեղով։ Մինչ այդ մասնագետներ կրթելու համար կարի ուսուցման կենտրոն են բացում։ Մնում է գործարանի համար հարմար շենք գտնեն ու վերանորոգեն։ Made in Arctic Armenia պիտակով հագուստը կհասնի նաեւ Եվրոպա։ Շուկան ուսումնասիրած է, պատվերներ կան, վստահեցնում են գործարարները։ Բանվորական շորեր, ավտոմագնիշիների համար Mercedes, Audi, ասենք օթանավների Airbus-ի եւ այլն, բայց ըստեր եւս մենք ուզում ենք երկրորդ գործարանը սարքենք, որ տրիկոտաժի վրա խորանանք։ Տեքստիլ արտադրությամբ Հայաստանը կարող է մրցակցել ցանկացած երկրի, նույնիսկ Չինաստանի հետ, ասում է Քրիստիան Գերեջին։ Նա արդեն 9 տարի է Հայաստանում է բնակվում, հասցրել է 9 զավակ ունենալ ու 3 ֆաբրիկա հիմնել Ամասիայում, Գյումրիում եւ Արտիկում։ Մենք ուզում ենք ժիրակը դարձնենք տեքստիլի սիրտը։ Արտիկի արտադրամասի ներդրողներից է Հանս Յոհախիմը, հայ գործարարները նրան Հայո են անվանում, ասում է Հայաստանում շահութաբեր են ներդրումները, իրանցի գործարարն էլ երկու երկրների նախագահների հանդիպումից ու հայ-իրանական սերտ հարաբերություններից ոգևորված ուզում է ներդրումներ անել գորգագործության ոլորտում, թելերն ու սարքավորումները Իրանից, աշխատուժը Արտիկից, սպառման շուկայի համար էլ արդեն պայմանավորվել է։ Ռուսաստանի շուկա, համ խոսել ենք Չինաստանի շուկայում, համ գերմանական շուկա։ Գյումրիում կառուցվող եւ ավելի քան 400 աշխատատեղ խոստացող տեքստիլ գործարանը կբացվի նախատեսվածից ավելի ուշ։ Տարածքի 16 տնակաբնակներին նախ պետք է տնով ապահովեն։ Աննա Մարտիկյան, Մարտին Գևորգյան, օրակարգ։